Բարելույս հարգելի հեռուստադիտողներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր առավոտը սկսել են Ֆորտունա մարզայինի հետ եւ ասում ենք բարելույս, եթերում է բաց սենյակը եւ ձեզ հետ այսօր տաղավարում աշխատելու են Անին եւ Թաթուլը։ Բարելույս։ Բարելույս Թաթուլ։ Բարելույս Անի։ Ողջունում ենք ձեզ, ելի հեռուստադիտող, մենք ձեզ համար կփորձենք ապահովել բարձր տրամադրություն, որպեսզի ձեր օրը անցկացնեք մեզ հետ, այո, մեզ կարող դիտել նաև on-line տարբերակով 3w.fortuna.tv.am Եվ առհասարակ այսօր շատ հաճելի օր է, քանի որ այսօր նորից կենտրոնանալու են երեխաների վրա, որովհետև այսօր մուլտֆիլմների միջազգային օրն է, չէ, անիմացիոն մուլտֆիլմերի, եւ ասենք որ առանց մուլտֆիլմների այսօրվա երեխաները հատկապես, քանի որ նաեւ ինտերնետում է շատ հասանելի նոր մուլտֆիլմները կամ հին մուլտֆիլմները գտնել եւ նայել լավ որակով, ինձ թվում է բոլոր երեխաներն էլ օրվա մեջ գոնե ինչ որ մի չափով, գոնե մի 15 րոպեով, այսպես կարելի ասել, նրանք միացնում են եւ ինչ որ նայում են մուլտֆիլմներ եւ հոգեբանները եկել են այն եզրակացության, որ այն երեխաները, ովքեր շատ են նայում մուլտֆիլմներ եւ ովքեր այսպես հասկանում են այդ, տեսնում են այդ կերպարներին, հերոսներին, նրանց մոտ ավելի շուտ է այսպես զարգանում չարու եւ բարու, ազնիվության, սիրո գաղափարները եւ նրանք էլ ավելի այսպես հոգեկան հարուստ ներաշխար են ունենում, ավելի աշխարհը պատկերավոր են նայում եւ եթե արդեն փոքր ժամանակվանից աշխարհը պատկերավոր ընկալում են, հետո հետագայում էլ նաեւ միանգամից օրինակ կյանքին նայելով կամ ունենալով վատ դրվագներ, միանգամից համեմատում են այդ մուլտֆիլմների հետ, չարու եւ բարու այդպես կերպարների հետ եւ ավելի արագ ընկալվում եւ կողմնորոշվում են կյանքում։ Այո, սիրելի հոգեբանները։ Այո, իհարկե հոգեբանները եւ առհասարակ նրանք ասում են, որպեսզի պետք է ծնողները շատ ուշադիր լինեն եւ հետեւողական լինեն, տեսնեն ինչ մուլտֆիլմեր են դիտում եւ հոգեբանների կարծիքով օրական գոնե 1 մուլտֆիլմ պետք է դիտել, սիրելի փոքրիկներ, նրանք մեծ ազդեցություն ունեն ձեր վրա։ Ինչու՞ չէ նաև մեզ, նույնիսկ մեծերը սիրում են, չէ՞, մուլտֆիլմեր, դիտում ես Թաթուլ մուլտֆիլմ։ Հա, շատ եմ սիրում եւ նույնիսկ կան մուլտֆիլմներ, որոնք միշտ այսպես ոնց ասեմ, միշտ տեսնում ես եւ ուզում ես նորից տեսնես։ Այո, բայց մուլտֆիլմեր էլ կան, սիրելի բարեկամներ, որ շապոն ինչ-որ բացական ազդեցություն են ունենում, ինչ-որ ագրեսիվ, ինչ բնույթի մուլտֆիլմեր են, պետք է սիրելի ծնողներ ուշադիր լինենք եւ հետեւողական ու տեսնենք ինչ տարիքում ինչ մուլտֆիլմ առհասարակ կարելի է դիտել։ Այ Հայաստանում առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը ստեղծվել է 1938 թվականին կինոռեժիսոր Լև Ատամովի կողմից։ Առաջին հայկական մուլտֆիլմը դա Շունն ու կատուն է եղել, սիրելի բարեկամներ, որի սյուժեն Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության իրադարձությունների հիման վրա է ստեղծվել։ 1936 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում հիմնվում է ԽՍՀՄ ամենախոշոր անիմացիոն կինոստուդիան Սոյուզ մուլտֆիլմը։ Առաջին մուլտֆիլմը, որն ստեղծվեց կինոստուդիայում, Ամերիկայում շոկ է մուլտֆիլմի հետևյալ տարբերակն էր սև եւ սպիտակ էր այդ ժամանակ մուլտը։ Մեկ տարի անց ստեղծվեց նաեւ գունավոր մուլտֆիլմ, 1947 թվականին թողարկվեց առաջին երկարամետրաժ նկարված մուլտֆիլմը Կանյոկ Կարբունոկ հետևյալ տարբերակով։ Այո, իսկ ես հիմա կընթերցեմ այն մուլտֆիլմների ցանկը, որոնք այսպես ներխուժեցին թե մեր կյանք եւ հիմա էլ մինչեւ հիմա էլ մնում են եւ դրանք կմնան մնայուն արժեքներ, ինձ թվում է, եւ դրանք 1960-70-ական թվականներին թողարկվեցին հանրահայտ սերիալ մուլտֆիլմները, դրանք էին Մաուգլին, Փոքրիկը եւ Կարլսոնը, Դեսպասիրը, Բրեմենյան երաժիշտները, Վինի Թուխը եւ Կոկորդիլոս Գենը։ Սրանք այն մուլտֆիլմներն են, որոնք մինչեւ հիմա էլ նորից ակտուալ են, նաեւ փափուկ խաղալիքներ են արտադրում այս կերպարների արդիվ, հա։ Մինչև հիմա երեխաները այսպես միշտ ասելիքը նույնն է եւ արդիական է մինչև հիմա։ Այո, 1980-ական թվականների կեսերից Սոյուզ մուլտֆիլմի արտադրությունը այդ ժամանակ կտրուկ նվազում է, պակասում է եւ 1989 թվականի դեկտեմբերին ստուդիան վերափոխվում է, նոր կազմակերպություն է այսպես բացվում, իսկ ավելի ուշ դրա բազայի վրա ստեղծվում է նոր տիպի Սոյուզ մուլտֆիլմ, արդեն ավելի նոր տեսականի, արդեն գունավոր մուլտֆիլմերի գեղեցիկ տեսականիներ են դուրս գալիս։ 1999 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ ստուդիան վերականգնում է իր սկզբնական կարգավիճակը։ Եվ սիրելի ծնողներ, եւս կրկին ու կրկին ասենք, որ եղեք հետեւողական, տեսեք թե որ տարիքում ինչ մուլտֆիլմեր են նայում առհասարակ, շատ կարեւոր է որ հետեւողականությունը լինի, սիրելի բարեկամներ, եւ այսպես բարձր տրամադրությամբ առաջարկենք ձեզ գեղեցիկ տեսահոլովակ, որից հետո անպայման կվերադառնանք։ Մնացեք մեզ հետ։
Վայելույս ենք ասում մեր շատ սիրելի հեռուստադիտողին, ովքեր հենց նոր միացան Բացենյակի եթերին 2015 թվականի հունիսի 10-ը սիրելի բարեկամներ, երեխաների համար շատ հետաքրքիր օր, այսօր մուլտերի միջազգային օրն է, խոսում ենք նրանց դերի նշանակության մասին։ Հոգեբանների կարծիքով մուլտերը ինչքան դրական, այնքան էլ բացական ազդեցություն կարող են ունենալ երեխաների կյանքում, նրանց հոգեբանության, նրանց աշխարհայացքի վրա։ Եվ դրանք կարող են ազդեցություն թողնել նրանց երեխաների վրա, որպեսզի նրանք կյանքում լինեն բարի, լինեն ձգտող, համարձակ, առհասարակ, իսկ ֆանտաստիկ հերոսներով մուլտֆիլմերը երեխաների մեջ զարգացնում են երևակայություն, մտածողություն, հարստացնում են աշխարհայացքը, դրանց շնորհիվ երեխաները սկսում են երևակայել նոր իրերի, առարկաների վերաբերյալ, զարգացնում են իրենց ստեղծագործական ընդունակությունները, այնպես որ եղեք ուշադիր, հետևեք ինչ մուլտեր են նայում նրանք եւ նրանց դերի նշանակության մասին, այսպես հետաքրքիր տարբերակներ թաթոլ։ Ինչ խոսքը, բայց կան նաև մուլտֆիլմներ, որոնք ցավոք սրտի երեխաների վրա վատ ազդեցություն են թողնում, բայց հիմնականում ոչ թե նրանք վատ ազդեցություն թողնում, որովհետև նրանք վատ մուլտֆիլմներ են, այլ ծնողների դերն ու նշանակությունը պետք է շատ կարևորել եւ ասել, որ դուք պետք է լինեք ձեր երեխաների կողքին։ Օրինակ շատ ճանաչված մուլտֆիլմ Թոմի եւ Ջերին, երբ որ երեխաները նայում են, այնտեղ հիմնականում տեսնվում է, թե ինչպես են օրինակ կտանքների ենթարկվում, հա, կատուն այսպես մկան հետևից ընկնելուց կամ ինչպես է ջարդվում ոտքը, չգիտեմ, ինչ որ այսպես խողովակների մեջով անցնում, դառնում խողովակի տեսք ունենում եւ երբ որ ծնողը արդեն սկսում է ծիծաղել, երեխան ընդօրինակում է ծնողին եւ այդ զվարճալ տեսանների վրա սկսում է ծիծաղել, բայց նաեւ պետք է ոչ թե երեխային ասել, որ դա ճիշտ է, այլ պարզապես պետք է ասել, այդպես ինչ վատ եղավ, որպես այսպես եղավ, չգիտեմ, տես ինչպես եղավ, որ ծեծել, դու պետք է այդպես չանես։ Եթե երեխային ճիշտողության վրա ես դնում, այդ մուլտֆիլմը ունենում է իր դրական ազդեցությունը եւ նորից այդ բացասական երևույթը, որը կա մուլտֆիլմի մեջ, դա նշան նրա է, որ պետք է այդպես չանել, այլ ոչ թե պետք է ուղղորդել եւ ասել, որ այ պետք է դու էլ այսպես անես, որ քո հարևանի երեխան նույնպես խողովակի մեջով անցնի եւ դառնա խողովակ, կամ եթե այսպես թավայով նրա դեմքին տաս, դեմքը կունենա թավայի դեմք։ Նա կարող է կրկնել եւ ունենալ վատ արդյունք։ Այսպես թավան վերցրած գնում է եւ նախորդ կրվի ժամանակ։ Եկավ եւ թավայով այսպես կլպս։ Այո, սիրելի հեռուստադիտող, ինչքան որ հեքիաթները, այնպես էլ մուլտերը շատ կարևոր ազդեցություն են ունենում մեր երեխաների վրա եւ յուրաքանչյուր մուլտֆիլմ, թեկուզ այն դրական է եւ թեկուզ այն բացական է, եղեք այսպես նստեք նրա կողքին եւ բացատրեք եւ լավը եւ վատը եւ թեկուզ պատկերեք, որ այդ ինչ որ կատակի ձևով է ասում եւ առհասարակ, ինչպես իմ գործընկերն է ասում, պետք չէ կրկն օրինակել եւ այսպես թավայով գնալ հարևանի տուն։ Այո։ Բայց նաև կա մի այսպիսի մի բան, օրինակ, երբ որ երեխան նայում է օրինակ հենց այուս մուլտֆիլմները եւ կա արդեն լեզվի հետ կապված խնդիրներ, փոքրիկ է, չգիտի, այսպես միայն պատկերներն է տեսնում եւ կան այնտեղ խոսակցություններ, որոնք նրանք չի հասկանում։ Մենք նաև ուզում ենք ասել, որ մեր հայկական արտադրանքներն էլ կարելի է դիտել, օրինակ Քաչն Ազարը, Շունն ու Կատուն, կան մի շարք այսպես մուլտֆիլմներ, արդեն հիմա էլ կան արդեն նոր մուլտֆիլմներ, Սասունցի Դավիթ, Անահիտ։ Մի խոսքով կարելի է նաև մեր հայկականը նայել, ինչու՞ չէ նաև կրթվել հայկական մուլտֆիլմների տակ, իմանալ մեր հայկական պատմությունը, հեքիաթները, որոնք նաև պետք է նրանց ուղղորդեն դպրոցում եւ առհասարակ կյանքում, եւ չկա վատ, այսպես կարելի ասել, մուլտֆիլմներ, իհարկե ճակերտավոր վատ մուլտֆիլմներ չենք խոսում, այսինքն նաև կան անիմացիոն մուլտֆիլմներ, որ պետք է ուշադիր լինել եւ որպեսզի երեխաները միամիտ այսպես չմիացնեն եւ նայեն այդ մուլտֆիլմները, պարզապես պետք է մատուցման եւ ընկալման եւ ծնողի դերը կարեւորել, որպեսզի նրանք ուղղորդեն եւ հասկացնեն երեխային, թե այդ մուլտֆիլմի ասելիքը կամ նշանակությունը որն է, որպեսզի երեխաներն էլ ճիշտ ընկալեն եւ հասկանան մուլտֆիլմի էությունը։ Ահա այս էլ մուլտֆիլմների մասին, թե ինչ կարելի անել, որպեսզի լավ լինի։ Այո, սիրելի հեռուստադիտող, այսպիսի հետաքրքիր եւ օգտակար խորհուրդներ ձեզ եւ տեսնենք ինչ է առաջարկում մեզ։ Մեր ռեժիսորը ինձ թվում է առաջարկում է վարսահարդարում, վարսահարդարվենք եւ նորից գանք տաղավար։ Ահա վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտող, ձեզ ասում ենք կրկին բարի լույս, ովքեր արդեն արցահասրել են խմել սուրճ, իսկ մենք
Դեռ չենք հասցրել խմել սուրճ, բայց ինչև մենք փորձում ենք ձեզ համար բարձր տրամադրություն ապահովել։ Բարձր տրամադրությամբ շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք հիմա կյանքը երկարացնելու լավագույն միջոցը այն չկարճացնելն է։ Ահա այսպիսի կարգախոսով մենք փորձելու ենք ձեզ համար առաջարկել մի շարք տարբերակներ, որոնք ձեզ կստիպեն, ինչից ենք մենք հաճախ խոսում դիետաներ, այսպիսի տարբերակներ եւ ուղղակի պետք է առողջ սնվել, առողջ ուտել եւ դա հիմնականում ամենաառաջին դիետան է մարդու օրգանիզմի համար եւ վնաս չի հասցնում եւ իմունիտետը մեր Իստում է այստեղ մի հետաքրքիր պարադոքսալ այսպես բան կա, օրինակ եթե ասում ենք առողջ ծնունդ, երևի մարդիկ հասկանում են, որ իրենք պետք է առողջ լինեն Սնունդի մասին չէ խոսքը առողջ է, այլ ենք պետք է առողջ լինեն եւ ուտեն։ Եթե նորից այդ ոչ առողջ սնունդ ուտեք, նորից կհիվանդանաք եւ պետք է նորից դիմել բժշկի, լավանալ, որպեսզի նորից առողջ սնունդ ընդունել։ Այո, առհասարակ սիրելի բարեկամներ, որպեսզի պահպանեք դիետան, կարողանաք նորմալ չափաբաժնով ուտել առավոտյան, երեկոյան, առավոտ շուտ բժիշկների խորհրդատվությամբ ասում են, որ առավոտյան եւ երեկոյան պետք է շատ ինչ որ կալորիականությամբ սնունդներ չօգտագործել վերջ-վերջո պետք է մարդը քնելու ժամանակ լինի հանգիստ վիճակում, նրա ստամոքսը պետք է լինի հանգիստ վիճակում, ահա շատ կարևոր եւ առաջնային մի դիետա, սիրելի բարեկամներ։ Այո, եւ եթե դուք աշլիկ եք, կարող եք ուտել ձախ ձեռքով եւ նույնը հակառակը, սա ասում է, որ եթե դուք այսպես անեք, եւ եթե ունեք խնդիր, օրինակ շատ եք ուտում եւ ուզում եք իջացնել, բայց չգիտեք ինչպես, շատ ախորժալի տեսք են ունենում, սա կօգնի, որպեսզի 20%-ով իջեցնեք ձեր սննդակարգը, հա, այսպես սնունդ ընդունելու կարգը եւ առհասարակ պետք է կանոնավոր սնվել, որպեսզի թե կալորիաները եւ թե այսպես ճարպերն ու սպիտակուցները հավասար չափով, այսպես քանակով ընդունեք ձեր օրգանիզմ, որպեսզի չգիրանաք կամ չունենաք ճարպային կուտակումներ։ Խմենք երկար եւ բարակ բաժակներով, սիրելի հեռուստատող, առաջին հայացքից թվում է, թե երկար ու բարակ բաժակի մեջ ավելի շատ է հեղուկ տեղավորվում, քան լայն ու կարճ բաժակի մեջ։ Սակայն այդպես չէ, լայն ու կարճ բաժակի տարողությունը հիմնականում ավելի մեծ է լինում։ Եվ հոգեբանները մի թեստ են անցկացրել մարդկանց հետ եւ տեղադրել են սեղանի վրա, այսպես խոհանոցում, որտեղ հիմնականում նրանք սնվում են հայելու այսպես արկայությունը ստիպել է մարդկանց ավելի զգոն լինել, հետեւել, որպեսզի ել ավելի առողջ սնունդ օգտագործեն եւ նաեւ հիմնականում այսպես նայել իրենց փորին, ինչու՞ չէ նայել եւ զգոն լինել սննդակարգի հետ եւ ավելի կրճատել, որպեսզի ազատվեն ավելորդ քաշից։ Այո, նաև բժիշկները խորհուրդ են տալիս դիետայի դեպքում թաթուլ մաստակ օգտագործել, բայց բժիշկների մի մաս կա, որ ասում է, որ առաջին այսպես վնասակար ազդեցությունն է մաստակը, այնպես որ սա խիստ դիետա պաշտպանողների համար է, սիրելի հեռուստադիտող, որ մաստակ ծամեք, երբ քաղց եք զգում, օգտագործեք մրգային հավելումներով մաստակները, քանի որ կծու կամ մենթոլի համով մաստակները կարող են սննդի համը փոխել։ Եվ ինչքան էլ որ դուք շտապեք, հարգելի բարեկամներ, եւ մտածեք, որ արագ ուտելով դուք արագ ուտեք եւ կգնաք ձեր գործին, դա ամենևին էլ ճիշտ չէ, որովհետեւ կա այսպիսի մի երևույթ, եթե դուք արագ եք ուտում, շատ եք ուտում, իսկ եթե դանդաղ եք ուտում, ել ավելի քիչ եք ուտում եւ նորմալ մարսվում է։ Ավելի լավ է նախապատվությունը տալ մի փոքր ուշանալուն եւ ավելի դանդաղ ուտել, որպեսզի սնունդը նորմալ լինի եւ ավելի հետո այսպես փքված ինչ որ տհաճ զգացողություններ չունենաք, ծանր, այլ կերեք դանդաղ եւ հետո գնացեք գործի։ Այո, հոգեբանները եւ բժիշկները խորհուրդ են տալիս, որ ափսեները, որտեղ որ օգտագործվում, որ դուք հաց եք ուտում, պետք է լինի խորը եւ կարմիր։ Այն ինչու են այդպես ասում, կպատկերացնես ինչու համար են ասում։ Ասում են, որ կարմիր տարայով ինչ որ ամաններից մարդիկ այսպես հոգեբանորեն ռեֆլեքսորեն քիչ են օգտվում սննդից եւ այսպես հետաքրքիր ինչ որ տարբերակ։ Այո, կարելի է ունենալ եւ ուտելու ժամանակ անջատեք հեռուստացույցը կամ առհասարակ ինչ որ էկրաններին մի նայեք, որովհետեւ ուտելու ընթացքում նայելու ընթացքում դուք սկսում եք ավելի այսպես չհասկանալով ընկղմելով այդ պատկերների մեջ, սկսում եք ավելի շատ ուտել։ Այո, նաև ասում են, որ եթե ինչ-որ ուտելիք եք ուտում կամ պատրաստում, եթե վերջում կամ ընթացքում ինչ-որ վնասակար նյութեր են, հա, դուրս եկել կամ դուք տեսել եք, որ նկարում ենք դրանք, սիրելի հեռուստադիտող, եւ այսպիսով 3 անգամ կրճատում ենք մենք մեր սննդակարգը։ Այո, եւ խուսափեք մրգերի եւ առհասարակ այսպես ուտեստների բազմազանությունից, ինչքան շատ բազմազան մեթերքներ դուք տեսնեք ձեր ափսեում, ցանկություն կառաջանա ստուգել եւ ուտել եւ փորձել բոլորից, այնպես որ բացառում ենք եւ ունենում ենք ընդհանրապես մեկ տեսակ կամ երկու տեսակ եւ ուտում ենք մեր համար նորմալ հավեսով
Խոսացինք, այսպես արդեն սկսեցինք գրմռալ, հարգելի բարեկամներ, մենք էլ դեսոված, ոչ կոֆե խմած, այսպես եկել ենք եւ աշխատում ենք ձեզ համար, իսկ հիմա կառաջարկի մեր ռեժիսորը ինձ թվում է ինչ մի բան կառաջարկի։ Այո, տեսանյութ ենք առաջարկում ձեզ, Անիին ողջունում ենք մեր մյուս գործընկերոջը, տեսնենք ինչ առաջարկում, նա որից հետո անպայման վերադառնալու ենք բաց սենյակ։ Ողջույն։ Ջոնի Դեփ, Բրեդ Փիթ եւ ուրիշ շատ դերասաններ, ովքեր խաղացել են իրական գանգստերների։ Կխոսենք այսօր հենց այդ կինոյի եւ իրական կյանքից կինո եկող կերպարների մասին։ Սև զանգված մարտաֆիլմը վերջերս է մեծ էկրանների բարձրացել, բայց արդեն աշխարհի բոլոր կինոսերներն ու կինոքննադատները քննարկում են Ջոնի Դեփին գանգստեր Ուայթ Բալջերի կերպարում։ Գանգստերում 16 տարի շարունակ հաջողվել է խուսափել եւ անհասանելի մնալ արդարադատությունից։ Ջեյմս Բալջերապո Ուայթ մականունով գանգստերում հաջողվել է երկար տարիներ զբաղվել անօրինական գործունեությամբ եւ խուսափել բանտարկումից շնորհիվ FBI-ի հետ ունեցած իր կապերի եւ ընկերության։ Նրա կինոստարության ամենատակրիկի հատվածը հենց այն է, թե ինչպես ծերացած գանգստերը դերևս իր անօրինական գործունեությունից հետո էլ 16 տարի շարունակ խուսափել է բանտարկումից եւ ձերբակալումից։ Միայն 2011 թվականին 81-ամյա գանգստերին հաջողվել է բանտարկել եւ նստեցնել ճաղերից այն կողմ։ Ты просто сказал. А больше ничего и не нужно. Только слова. Из-за них я 9 лет провел в Алькатрасе, понимаешь? Так что просто скажешь и очень быстро выроешь себе могилу. Ну и рожа у него. Սև զանգված ֆիլմը միակը չէ, որ պատմում է այս գանգստերի մասին։ Մարտին Սկորսեզեի հանրահայտ հանգուցյալների ֆիլմում Ջեք Նիկոլսոնը կերպարանավորել է հենց նույն Ուայթին, միայն թե փոխված Ֆրենկ Կոստել անվամբ։ Ի տարբերություն նախորդ ֆիլմի հանգուցյալների մեջ շեշտը դրված է հենց մաֆիայի եւ FBI-ի կապի վրա, ինչի շնորհիվ էլ հանցագործին հաջողվում է բավականին երկար ժամանակ չոր դուրս գալ ջրից։ Ֆիլմի վերջում Ջեյմսը մնում է ազատության մեջ եւ իսկապես ֆիլմի նկարահանման ժամանակաշրջանում իրական Ջեյմսը նույնպես գտնվում էր ազատության մեջ եւ դեռևս խուսափում էր օրենքից։ Այս ֆիլմի համար Մարտին Սկորսեզեն Օսկարի արժանացավ, Ջեք Նիկոլսոնը նոմինացվեց Ոսկե Գլոբուսի, իսկ ահա հենց ֆիլմը ինքը հավաքեց $289 միլիոն ԱՄՆ շահույթ։ Когда я был твоего возраста, нам говорили, что мы можем стать полицейскими или преступниками, вот только если на тебя наставлено дуло пистолета, кто ты такой? Совершенно неважно. Ամերիկյան գանգստեր Ջեսի Ջեյմս, այս գանգստերը ունի իր մասին պատմող ոչ թե 1 կամ 2 ֆիլմ, այլ մի ամբողջ շարք սկսած 1921 թվականից մինչև 2001 թվականը նկարահանված 11 ֆիլմերով, որոնցից ամենահայտնին թերևս ինչպես վաղկոտ Ռոբերտ Ֆորդը սպանել Ջեսի Ջեյմսին ֆիլմն է, Բրեդ Փիթի մասնակցությամբ։ Ոչ ճիշտ մեկնաբանությունների պատճառով Ջեսի Ջեյմսին երկար տարիներ համարում էին ճնշվածների պաշտպան, այնինչ Ջեսին սպանում էր միայն իր սեփական շահույթի եւ երբեմն էլ նույնիսկ հաճույքի համար։ Ռոբերտ Ֆորդը միանալով Ջեսի ավազակախմբին երկար տարիներ հիանում էր իր կուռքով, բայց հետո հիասթափվում է, ինչն էլ հանգեցնում է ծայրահեղության։ Բրեդ Փիթի, Ջեսի Ջեյմսի կերպարում եւ Քեսի Աֆլեկի Ռոբերտ Ֆորդի կերպարում ֆիլմը այնքան էլ մեծ հաջողություն չունեցավ կինոշուկայում։ Սակայն Ջեսի Ջեյմսի ազգականները հիացած էին Բրեդ Փիթի խաղով, ով էլ ստացավ մրցանակ Վենեցիայի կինոփառատոնին լավագույն դերի համար։ Իսկ ահա Ջեսի Ջեյմսի մասին պատմող առաջին ֆիլմում նկարահանված 1921 թվականին գանգստերին կերպարանավորել է հենց նրա Ջեսիի մեծ տղան։ Ամերիկյան մաֆիա Ալ Կապոնե նկարահանված մի շարք ֆիլմեր Ալ Կապոնեի մասին, ինչպես նաև սերիալ «Ստորգետնյա կայսրություն»։ Ֆիլմերից ամենահայտնին անձեռնմխելիներն են նկարահանված 1987 թվականին Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ։ Ռոբերտ Դե Նիրոն թերևս միակ դերասանն էր, ով կարողացավ հաղթահարել գանգստերի էմոցիոնալ եւ հոգեպես անհավասարակշիռ կերպարը։ Ճաշկերույթի էպիզոդը հիմնված է իրական դեպքի հիման վրա, որը ցույց է տալիս, թե որքան փոփոխական եւ անհավասարակշիռ էր գանգստերի տրամադրությունը։ Ամերիկյան գանգստեր Ջոնի Դիլինջեր։ Ջոնի Դիլինջերը վաղուց արդեն դարձել է ամերիկյան աստղ, մեծ ճգնաժամի տարիներին նա կողոպտում եւ թալանում էր բանկեր, որոնց էլ մեղադրում էին ֆինանսական անկման մեջ։
Մեկ անգամ չէ, որ նրան հաջողվել է հաջողությամբ փրկվել եւ խուսափել բանտից, եւ ամեն անգամ նրա հաջող փրկությունը մեծ ճոխությամբ նկարագրվում էր թերթերում։ Գանգստերի մասին պատմող վերջին ֆիլմի ստեղծողները Ջոնի Դե ֆիլմի ստեղծողները կերպարին ավելացել են նաեւ ռոմանտիկա, նկարագրելով գանգստերի սիրո պատմությունը Էվելին Ֆրեշի հանդեպ։ Գլխավոր դերերում Ջոնի Դեփ եւ Մարիոն Կոտիեր։ Գանգստերների կյանքը ինչ խոսք, հետաքրքիր է ու բազմազան, բայց միայն կինոէկրաններից։ Կհանդիպենք։ Հարգելի հեռուստադիտողներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, իսկ մեզ արդեն միացել է նաև մեր գործընկերուհի Լիաննան, ում ասում ենք ողջույն։ Ողջույն, ողջույն։ Ինչպե՞ս ես Լիաննա։ Շատ լավ եմ, շնորհակալություն։ Ինչպես տեսնում եմ, դուք եք լավ։ Շնորհակալություն, Թաթուլ։ Ինչ իմանաս, կարող է մենք այսպես շփվում ենք, բայց ներքույր շատ այսպես տարապյալ վիճակում ենք գտնում, քանի որ այսպես ինչ սկսել ենք խոսում ենք սուրճի մասին, սուրճից։ Ու այդպես էլ չենք հասցրել մենք Լիաննա ջան, խմենք։ Լավ, ինչից ենք խոսելու այսօր ամենաներիչից։ Խոսելու ենք մի մուլտֆիլմի մասին, որ իր պատրաստման ընթացքում այնպիսի գումարներ է ծախսել, որոնք չափանիշներից առավել են եւ ռեկորդ են սահմանել։ Այսով 2010 թվականին Walt Disney Pictures ընկերությունը ներկայացրել է Ռապունցել անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմը, որի բյուջեն կազմել է $260 միլիոն։ Վաու։ Այո, այս գումարը դարձել է ռեկորդային անիմացիոն մուլտֆիլմերի պատմության ընթացքում։ Ասեմ, որ ֆիլմը այս ֆիլմը անիմացիոն լիամետրաժ նրանց 50-րդ մուլտֆիլմն է, բայց առաջինն է նման ոճի մեջ, կլասիկ, որ օգտագործել են հենց կլասիկ ոճով, եւ ֆիլմի ռեժիսորներն են Նատան Գրենոն եւ Բայրոն Խովարդը։ Մուլտֆիլմը ստեղծել է Գրիմ եղբայրների Ռապունցել հեքիաթի մոտիվներով եւ այն իրենց ներկայացնում է մի փոքր, ասենք, սցենարը բացատրեմ, եթե չգիտեն։ Հեռուստադիտողին էլ կհետաքրքրի, ասեն այս Ռապունցելը ինչի մասին։ Դե տեսած կլինեն բոլորը, ես էլ եմ տեսել։ Ռապունցելը հենց մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին է։ Նա իծնե օժտված էր կախարդական հատկությամբ, ավելի ճիշտ նրա մազերը ունեն կազդուրիչ եւ երիտասարդացնող հատկություն։ Այդ մասին իմանում է նաեւ միջար կախարդ կին եւ փախցնում է Ռապունցելին մանուկ ժամանակվանից ու պահում է իր դղյակում, այո, բարձրահարկ դղյակում, բոլորից հեռու եւ օգտագործելով նրա մարզերի ունակությունը միշտ երիտասարդ է մնում։ Մի խոսքով շատ հետաքրքիր, շատ բարդ նկարապատկերներով հարուստ մուլտֆիլմ է ստացվել, այո։ Այս մուլտֆիլմի արարման համար օգտագործել են համակարգչային շատ բարդ ծրագրեր, գլոբալ լուսավորություն եւ ամեն ինչ արել են, օգտագործել են բոլոր նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մուլտֆիլմի կերպարները ավելի բնական ստացվեն, ավելի համոզիչ եւ տեսարանները ավելի հարուստ լինեն։ Շատ լավ։ Բոլորը ովքեր չեն դիտել, խորհուրդ ենք տալիս դիտել այդ մուլտֆիլմը, ինձ նույնպես ես ինձ խորհուրդ եմ տալիս գնամ եւ դիտեմ այդ։ Օրինակ բերեմ, օրինակ Ռապունցել ուներ 21 մետրանոց երկար մազեր եւ այդ մազերը բաղկացած են 100,000 լոկոններից, մազափնջերից եւ ոչ ոք անիմացիոն մուլտֆիլմի մեջ դեռ երբեք նման քանակության մազեր չէր նկարել։ Եվ այս մազերին շարժում տալու համար հատուկ ծրագիր է օգտագործվել, դինամիկ վայս ծրագիրը, եւ ելի բազմաթիվ նորագույն ծրագրեր են մշակվել հատուկ այս մուլտֆիլմի համար, որպեսզի մուլտֆիլմը ստացվի ավելի դինամիկ, ավելի կատարյալ, եւ այս մուլտֆիլմի համար պահանջվել է 6 տարի եւ $260 միլիոն։ Շատ լավ։ Շատ լավ, ինձ թվում է տարիքը եւ գումարի չափը լավն է, բայց հուսանք որ գոնե այդ ռեժիսորները կամ այդ մարտիկ պրոդյուսերները գոնե այդ փողը ինչ է որ ներդրել են գոնե։ Այո, ասեմ որ ստացել են դեռ ավելի շատ արագությամբ վաճառվել են ֆիլմերը, մուլտֆիլմերը
եւ նրանք շատ արագ ճանաչում է ստացել տվյալ մուլտֆիլմը։ Այո, շատ լավ, ինչևից է շնորհակալություն Լիանա, այս ամենաների շարքը նորից այսպես խոսալու մասին, դե իհարկե մենք խոսում ենք մուլտֆիլմերի մասին, բայց ինչևից է ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մեր հայկական մուլտֆիլմերը ուրիշ են, էլի մեր մուլտֆիլմները։ Այնք մեր մուլտֆիլմները։ Ճիշտ է, նրանց բյուջեն շատ քիչ է, բայց վատը չէ։ Լավ, շարժվենք առաջ եւ տեսնենք թե ինչ է առաջարկում մեր ռեժիսորը, որից հետո նորից կլինենք տաղավարում։ Վայելույս ենք ասում մեր շատ սիրելի հեռուստադիտողին, մենք արդեն տաղավարում ենք սիրելի բարեկամներ եւ մենք հյուրընկալել ենք արդեն մեր շատ սիրելի հյուրերին, այսպես փոքրիկներով, վայելույս ենք ասում ձեզ։ Հյուրընկալել ենք թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Անահիտ Փոլադյանին եւ Նաիրա Արզումանյանին, վայելույս։ Եվ մեր այսպես սիրելի հարցերից ինչպես եք սկսում ձեր առավոտը։ Առավոտը սկսում ենք բարձր տրամադրությամբ, աշխատում ենք անպայման մանկապարտեզ գալ դրական լիցքերով, որովհետև երեխաները մեզ դիմավորելու են երեխաներին բարձր տրամադրությամբ, որ ամբողջ օրը այդպես անցնի։ Այո, շատ լավ։ Իսկ դուք։ Ես նույնպես, քանի որ բարձր տրամադրությունը փոխանցում եմ երեխաներին, շատ ուրախ սկսում ենք, հազիվ հասցնում ենք օրվա մեջ տեղավորվել, շատ ուրախ։ Ձեր մասնագիտությունը նաև հենց երեխաներից զբաղվել երգեցողությամբ, կան կանոններ, այսպես որոնք հենց սկսում եք երգեցողության հետ հենց երեխաների հետ, այո, իհարկե, տարբեր տարիքային խմբերի հետ, հենց իրենց հետ ավագների հետ, այո, կան, սկսում ենք երաժշտական վարժություններ կատարել, ձայնային վարժություններ են կատարում, իրենց դա դուր է գալիս, որովհետև կոկորդն են բացում, այո, երգում ենք։ Եվ իմանանք թե մեր հերոսները ոնց են, հա? Ինչ է քո անունը? Սամվել։ Քան տարեկան է Սամվելիկ։ 5։ Իսկ ինչ է ուզում դառնալ Սամվելիկը? Լիցա։ Ահա, շատ լավ։ Որպեսզի ինչ անես? Հա? Օրերին բռնել։ Ապրես, շատ ապրես։ Ժառանգել փոքրիկ որ դառնաս ոստիկան, կասես մեզ։ Պապայից։ Հայրիկդ նույնպես ոստիկան է։ Ողջունում ենք այսպես մեր հայրիկին։ Այ քո անունն ինչ է? Դայանա։ Դանա ջան, դու ինչ ես դառնալու որ մեծանաս։ Դեռ չես որոշել։ Դեռ չես որոշել։ Իսկ քո անունն ինչ է? Նարեկ։ Ահա, Նարեկը ինչ է ուզում դառնալ։ Մալիցա։ Ահա, նորից։ Մալիցա։ Իսկ քո անունն ինչ է? Դիանա։ Ահա, իսկ Դիանան ինչ է ուզում դառնալ։ Բուժքույն։ Ահա, շատ լավ, շատ լավ։ Այ դուք սիրում եք մուլտֆիլմներ։ Այո։ Ահա, իսկ ո՞րն է ձեր ամենաշատ սիրած մուլտֆիլմը։ Չիլավեկը։ Ահա, Չելավեկ Պաուկ։ Չիլավեկը։ Ահա, իսկ ո՞ն է։ Կան հայկական մուլտֆիլմներից օրինակ չեք սիրում, հայկական մուլտֆիլմները Քաջնազար, չէ։ Սիրում եք ավելի շատ ռեյնջերներ, հա։ Ռեյնջերները ես նայում եմ։ Ապրես, շատ ապրես։ Այ այսօր մուլտֆիլմների միջազգային օրն է եւ մենք ուզում ենք նաեւ հարցնել, այ ձեր ծրագրում կան այսպես մուլտֆիլմների համար նախատեսված։ Ասեմ, որ բոլոր խմբերը ապահոված են տեխնիկական միջոցներով, ունենք DVD-ներ եւ հեռուստացույց, ունենք օրվա երկրորդ կեսին խաղզվարճալիք բաժին, որը պարապմունքներից հետո քնից երբ որ արտանում են երեխաները, անպայման իրենք դիտում են իրենց սիրելի մուլտֆիլմները, քննարկում են եւ ուզում են դառնալ որևէ մեկի հերոսը։ Ունենք դիդակտիկ նյութեր, որոնք բարբերաբար ցուցահանդեսներում իրանք երեխաների հետ միասին նրանք նկարվում են, այդ հագուստներն են կրում, այդ հագուստներով իրենց դերերն են կատարում, ունենք բոլոր տեխնիկական միջոցները, մանկապարտեզը ապահովված է։ Ես ընդհանուր առմամբ կուզեի խոսել մանկապարտեզի դաստիարակչական աշխատանքներից, այն ուղղվածություններից, որոնց վրա ուշադրություն ենք հիմնականում դարձնում։ Դրանք 5 բաժիններից են բաղկացած՝ մտավոր դաստիարակություն, բարոյական դաստիարակություն, գեղագիտական դաստիարակություն, ֆիզիկական դաստիարակություն եւ աշխատանքային դաստիարակություն։ Այս բաժինները ամբողջությամբ կապված են, շահկապված են։ Իհարկե համար առաջինը դա ֆիզիկական դաստիարակությունն է, որովհետեւ խնդիրը առաջնահերթված է երեխայի առողջության, ամրապնդման, կոփման, շարժումների զարգացման վրա։ Եթե մենք առողջ երեխա չունենանք, ինչի մասին է խոսքը, եւ չենք կարող հոգեբանորեն ոչ մի աշխատանք տանել։ Առաջին մեր կարգախոսն է եւ դա հանրահայտ ասույթ է առողջ մարմնում առողջ հոգի։
Առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում երեխայի կեցվածքի, ֆիզիկական տվյալների վրա, այնուհետև շարժումների վրա, որպեսզի կարողանանք առողջ երեխա ունենալ։ Դրա համար մենք ունենք բազմաթիվ մեթոդներ եւ միջոցներ։ Մեթոդներն են զրույցները, կազմակերպչական աշխատանքները, իսկ միջոցները դրանք ֆիզկուլտուրայի դահլիճն է, ֆիզկուլտուրայի պարագաներն են եւ ունենք շարժախաղերի բաժին, որը նկատի ենք ունենում, որ եթե մենք օրվա երկրորդ կեսին շարժախաղերը պարտադիր պիտի անցկացնենք, առավոտ բաժնում այդ խաղերը սյուժետադերային խաղեր են։ Ծրագիրը նախատեսված է տարիքային տարբեր խմբերի համար, պետական ծրագիր ենք իրականացնում։ Եվ յուրաքանչյուր խումբ, կրտսեր, առաջի, երկրորդ, միջին եւ ավագ խմբեր ունեն իրենց առանձնահատկությունները, չափորոշիչները, նկատի ունենալով երեխայի տարիքային առանձնահատկություններ ունենք ֆիզկուլտուրայի պարապմունքների հատուկ գրաֆիկ եւ դասացուցակով դրված են խմբերին։ Ես մի փոքր կուզեի խոսել առավոտյան մարմնամարզությունից, որովհետև հենց դուք հարցը տվեցիք, ինչպես եք սկսում առավոտը, իհարկե բարձր տրամադրությամբ եւ առաջի գործը, որ մենք սկսում ենք, դա ֆիզիկական դաստիարակության բաժնի, դա առավոտյան մարմնամարզությունն է։ Եթե ամառ օպման ռեժիմի ենք անցնում եւ դա բակում ենք անցկացնում, իսկ ձմռանը բնականաբար դահլիճում եւ յուրաքանչյուր խումբ երաշտական դաստիարակի ուղեկցությամբ եւ երբեմն էլ հրահանգավորմամբ սկսում են տարբեր տեսակի քայլքերից, իսկ ավագ խմբում արդեն հրահանգ նույնիսկ չեն տալիս երաշտական դաստիարակի երաժշտությամբ փոխվելով արդեն իրենց քայլերը գիտեն։ Այնպես որ պատրաստվում ենք դպրոց գնան ինչքան հնարավոր է ֆիզիկապես եւ առողջ եւ պատրաստված։ Այ տիկիները, արդյոք հեշտ է երեխաների հետ աշխատել երաժշտությամբ։ Այո։ Իրենք շատ են սիրում երգերաժշտություն եւ ես ուզում եմ մի փոքր ավելացում անեմ, ամանորի հանդեսների ժամանակ մենք ընդգրկել ենք համարյա բոլոր հեքիաթների հերոսներին։ Այ ինքը եղել է Նազարի դերում։ Նազարի դերում է ինքը եղել, Ուստյանի դերում եղել է Դիանան։ Մենք ընդգրկում ենք եւ Կոշկավոր կատուն, եւ ռուսական, եւ հայկական, եւ արտասահմանյան բոլոր մուլտֆիլմները, հեքիաթները, այնպես որ իրենք պետք է որ սիրեն, բայց ուղղվածությունը դեպի տեսնում եք։ Իսկ երգերաժշտությունը իրենք շատ սիրում են, երգերը շատ ուրախ կատարում են, պարերը նամանավանդ շատ սիրում են, ֆիզկուլտուրայի բոլոր վարժությունները, բոլոր իրենց արժև դրված առաջադրանքներ կատարում են մեծ սիրով, նույնիսկ առաջատարի համար է պայքար լինում, ով պետք է կանգնի առաջատար, այո, կազմում են քարյակներ, կատարում են բոլոր վարժությունները մեծ սիրով։ Այո, անհատական պարապմունքներ նույնպես անում եք թե ուղղակի։ Այո, եթե երեխաները զգում են, որ այո, դժվարություններ ունեն, այո, ունենք ներառական խումբ նաև, նրանց հետ էլ ենք աշխատում։ Մինչև եթերի սկսել արդեն հարգելի հեռուստատողներ առիթ ունեցանք եւ որպեսզի լսենք նրանց երգեցողությունը, ինձ թվում է հիմա նորից որ խնդրենք երեխաներին ու այդ գեղեցիկ ծնծաղիկի երգը երգեն, հա, որպեսզի մեր հեռուստատողը նույնպես լսի ձեզ, հա։ Հա, փորձենք երգենք, հա։ Ահա, 3 4 Ծնծաղիկը քնով էր, իսկ այնով էր, ու մանուշիկ պաչիկից, քունը փախավ աչիկից, այնով կանչեց ծիծերին, պզամեղվի թիթերին, ով զարդարեց հարուհան, նախշեց դաշտեն արգավան, տագարումներ հերացան, արեգակներ գլխին թակ, եկավ իրեն հարդարեց, դաշտու այգի զարդարեց, տագարումներ հերացան, արեգակներ գլխին թակ, եկավ իրեն հարդարեց, դաշտու այգի զարդարեց։ Ապրեք, շատ լավ է։ Այ խոսենք նաև ձեր բերումների մասին, գիտենք, որ դուք մասնակցել եք օլիմպիադային եւ այո, մասնակցել։ Այդ սպորտլանդիայի խաղերը անցկացվում երիտասարդների եւ սպորտ կոմիտեի հետ միասին, երիտասարդական կազմակերպություններ են դրանք։
արդեն երրորդ տարին է անցեկացվում։ Մինչև դա որ արդեն պաշտոնական բնույթ էր կրում, մենք արդեն մանկապարտեզի ներսում խմբերի մեջ անց էինք կացնում մրցակցային խաղեր։ Հետո հարևան մանկապարտեզների հետ էինք անցկացնում։ Տեսնում ենք, փորձում ենք մեր ուժերը։ Բայց երբ արդեն պաշտոնապես հայտարարվեց, մենք արդեն լուրջ սկսեցինք աշխատել։ Երրորդ տարին է անցեկացվում այդ խաղերը, երրորդ տարին շարունակ մենք գավաթ ենք բերում մանկապարտեզ, առաջի 2 տարին երկրորդ տեղերն ենք գրավել։ Անցյալ տարի սպորտային բախտը չբերեց, արդեն առաջի տեղ էին գրավելու, մի փոքրիկ դաշնակարը սխալվեց, մի խոսքով այս տարի մեր սխալները ուղղեցինք։ Եվ քաղաքում գրավեցինք առաջի տեղը եւ մարզային մրցումներում մենք գրավեցինք առաջին տեղը։ Եվ ամենակարևորը գիտեք որն էր, որ մենք ոչ մի խաղում պարտություն չենք կրել։ 2 խաղ միայն անց են կացրել հավասար նիշերով, իսկ մնացած բոլոր խաղերում մենք հաղթել ենք։ Այո, շնորհավորում ենք ձեզ եւ նաեւ առիթից օգտվելով ձեր մանկապարտեզի բոլոր մնացած այսպես կոլեկտիվի անդամներին ենք շնորհավորում եւ երեխաներին ենք շնորհավորում։ Դուք ճիշտ նկատեցիք, սա թիմային աշխատանք է, այնպես չի որ դաստիարակը կամ երաժշտական դաստիարակը կամ տնօրեն նախ գործողությունները այնպես էր բաշխված, որ մասնակցելու են եւ տնօրենը եւ ծնողներից եւ այո, ընդհանուր էր։ Եվ այդ ամբողջ ընթացքում երբ որ մենք պատրաստվում ենք, շատ ցավալի երբ որ մի օղակ հանկարծ պատահական չընկներ, որտեղ մենք պատասխան ենք տալու յուրաքանչյուր նիշի համար, աշխատում ենք բոլորս։ Իսկ երեխաների համար եւ երեխաների համար մեզ համար շատ դաժան էր հանկարծ ինչ որ միտեղ վրիպում չունենան, որպեսզի երեխաները դրանից չտուժեն։ Բնականաբար թիմային աշխատանք էր, որը արդյունք ունեցավ, մենք բոլորս շատ ուրախ ենք։ Շատ լավ, Տիկին Փոլադյան, մեր ժամանակը քանի որ սուղ է, ինչ բարեմաղթանքներ ունեք մեր հեռուստադիտողին, մեր փոքրիկներին։ Ես բոլորին բարի տրամադրություն եմ ցանկանում եմ բոլորը ամեն բարի երեկո բարի լույս բեր, ինչպես դեր բարի լույսներ այսօր մեզ համար։ Իսկապես այդ տրամադրվածությամբ գնան եւ դպրոց թե մանկապարտեզ թե աշխատանքի եւ ամեն ինչի մեջ լավը տեսնեն։ Այդ քաղաքի միջոցառումներում ես պասիվություն եմ տեսնում։ Մենք ողջավորված երեխաների հետ միասին գնում ենք քաղաքի տոների մասնակցության եւ ես չեմ հասկանում ինչի են զլանում իրենց երեխաներին բերել այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցել եւ ի վերջո մեր երեխաները այնքան շատ տեղեր չունեն։ Իսկապես տոնակատարությունը այդ գեղեցիկ ժպիտների մեջ, այդ գողունակության մեջ է, այս մռայլությունից դուրս գան, վերջապես լավը տեսնեն։ Այդ լավի մեջ մի փոքր ներդրում անեն, որպեսզի լավի վրա լավը կառուցվի ու հզորանանք։ Բարին բոլորին։ Շնորհակալություն, Այդիկին Արզումանյան, դուք ինչ կասեք։ Ես նույնպես բոլորին ոգեկոչում եմ։ Մի փոքրիկ ակտիվանան եւ հաղթանակներ։ Մեր քաղաքին պակասում է ակտիվությունը, ճիշտ է։ Ակտիվությունը պակասում է։ Մեր փոքրիկները ինչ կցանկանան, այ Սամվելիկ ինչ կցանկանաս քոպես այսպես մնացած այլ երեխաներին, հա, կամ քո այն խմբի մնացած երեխաներին ինչ կցանկանաս նրանց։ Կուզենաս որ նրանք ավելի ժպտան, հա։ Այո։ Ապրես։ Սովորեն դպրոցում, չէ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր թանկ ժամանակից կտրվելու եւ այսօր մեր տաղավարում հյուր լինելու այս գեղեցիկ մանուկների հետ շնորհակալություն ձեր գործի համար եւ եւս մեկ անգամ շնորհակալություն եւ հարատեվություն։ Իսկ մենք հարգելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, տեսնենք ինչ է առաջարկում մեր ռեժիսորը, որից հետո նորից կգնանք բացենյակի տաղավարում, մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտող, մենք արդեն տաղավարում ենք, ձեզ նորից ասում ենք բարի լույս։ Իսկ այժմ խոսելու ենք շատ կարևոր մի թեմայի շուրջ, այ ասում է, որ ճանապարհորդենք, հանգստանանք մի լավ, քանի դեռ չենք մահացել, այսպես։ Եվ առաջարկում ենք ձեզ մի քանի հետաքրքիր գեղեցիկ տարբերակներ, տեղեր, որտեղ կարող ենք իհարկե ոչ թե վարկեր վերցրեք, այսպես որ պարտադիր գնանք այդ վայրերը եւ տեսնեք, այլ ուղղակի հնարավորության դեպքում, իսկ եթե չունեք ուղղակի վերցրեք գնացեք եւ մի եկել հետ։ Այո։ Գցեք այսպես։ Կամ եթե չունեք հնարավորություն, կարող եք ինչ-որ փոքրիկ վայրերում հանգստանալ, բայց ամենակարևորը, որ ինչպես բժիշկներն են ասում, մարդ պետք է օրվա մեջ գոնե 50 եւ ավելի տոկոսով հանգստանա։ Այսպիսի հետաքրքիր տարբերակներ լողանալ Յակուտիայի ստորերկրյա ջրերում, դա գտնվում է Մեքսիկայում։ Եվ երկրորդը հարգելի բարեկամներ, այս 20 մասերը, որոնք մենք հիմա կներկայացնենք, երկրի մասերը, որտեղ կարելի է հանգստանալ, սրանք ինձ թվում է այսպես վայրեր են, որոնք դուք կարող եք նաև պարզապես նայեք լուսանկարները եւ զմայլվել եւ չգիտեմ արդեն ինչ զգացողություններ կունենաք եւ զբոսնել Դրուբովինկի պատերով։
Հեծանվով անցնել Սան Ֆրանցիսկոյի ոսկյա դարպասները կամուրջը։ Լինել Իսրայելում եւ լողանալ Մերիալցովում։ Ահա։ Գիշերել ռումինական Ֆեգերշ քաղաքի Սարցե հյուրանոցում։ Այ միայն պատկերն է պետք որ դուք տեսնեք եւ կպատկերացնեք ինչի մասին ենք խոսում։ Իսկ եթե չեք վախենում բարձրությունից, ապա թռչել օթապարիկով, Կապադովկիայով։ Ահա։ Այո, բարել տանգո Բուենոս Այրեսի փողոցներում։ Իհարկե, եթե գնացել եք Իսպանիա, ճիշտ է, այնտեղ ճգնաժամ է հիմա, բայց ինչևից է գնում ենք Իսպանիա եւ հիանում ենք Բիլբո քաղաքի, այսպես Գունգենհերմյան թանգարանով։ Բարձրությունից նայել բրինձի չինական դաշտերը։ Զբաղվել դայվինգով, հարգելի բարեկամներ, հիմա կասեն դայվինգն ի՞նչ է, դա նույն սուզվելն է, հարգելի բարեկամներ, Ավստրալիայի ափերին կարող ենք այսպես հմայվել ծովի ընդերքի այսպես բազմազանությամբ։ Ճաշել դանիական Նոմա ռեստորանում, որը համարվում է աշխարհի ամենալավագույն ռեստորանը։ Այստեղ մի հետաքրքիր բան կա՝ մոլորվել Վերսալի այգիներում, բայց ինձ թվում է ոչ մեկ չի ցանկանա մոլորվել, կամ էլ մոլորվել ում հետ։ Այսա արդեն հետաքրքիր։ Վայելել աստղազարդ երկինքը Հավայան կղզիներում։ Եվ դիտել Զատիկի կղզու առեղծվածային արձանները։ Հմպել գարեջուր Կրակովի հրապարակում։ Զբոսնել ճապոնական սակուրաների այգիներում։ Տեսնել Հնդկաստանի լողացող տնակները։ Մասնակցել լոնդոնյան հետճաշի այսպես թեյա վայելքներին։ Երթևեկել կալիֆոռնիական մայրուղիներով։ Եվ ամենավերջին ինձ թվում է ամենահետաքրքիրներից մեկն է գտնել ընդհանուր լեզու Հալապագոսիա կղզիների բնակիչների հետ։ Ահա այս հետաքրքիր տարբերակներն են, որոնք կօգնեն ձեզ, բայց այս գտնել լեզուն, չգիտեմ ոնց կարելի է գտնել, պարզապես երևի եթե չգտնես լեզուն, կարող է քեզ այնտեղ այրեն կամ սպանեն խարույկի վրա, կամ ինչևից է, մի խոսքով հետաքրքիր երևի լեզվանտանիք են պատկանում, պարզապես պետք է գնալ եւ շփվել նրանց հետ, այնտեղ կարելի է նույնիսկ գործ, սեփական բիզնես դնել նրանց հետ միջոցով, այսպես սիրելի հեռուստատողներ, երանելի տարբերակներ եւ մենք էլ ակամայից հետևեցինք այդտեղ։ Եվ տեսնենք ինչ է առաջարկում մեզ մեր ռեժիսորը, որից հետո նորից կլինենք բացանակի տաղավարում։ Հարգելի բարեկամներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, ասենք, որ շնորհակալություն ձեզ ընտրության համար, իսկ մենք հիմա կներկայացնենք հետաքրքիր սննդամթերքներ, որոնք պայքարում են ցավի դեմ եւ կարող եք նույնիսկ օգտագործել դեղահաբեր, այլ պարզապես ունենալ այս սննդամթերքը ձեր օրգանիզմում կամ պարզապես ունենալ այսպես ձեռքի տակ եւ տվյալ ցավի դեպքում օգտագործել բնական միջոցներ, որոնք էլ կօգնեն ձեզ ձերբազատվել ցավից։ Եվ առաջինը դա կերասն է։ Հետազոտությունները ցույց են տվել, հարգելի բարեկամներ, որ կերասի 20 հատիկները նույն ազդեցությունն են թողնում, ինչը իմուբոպրոֆենը, այս բառը լավ չեմ կարողանում ասել, իմուբոպրոֆենը, հարգելի բարեկամներ, իսկ 45 հատիկը այսպես օրգանիզմում կարող է որպես հակաբորբոքիչ ազդեցություն թողնել։ Այո, եթե դուք ավանդական դեղորայքի սիրահար եք, ապա կիմանաք, որ գետնախնձորի թրմած թեյը օգտակար է ստամոքսի ցավի համար, առաջին բուժող միջոցն է, այսպես բժիշկների խորհրդատվությամբ, ինչևէ այն շատ առողջարար հատկություններ ունի նաև, գետնախնձորն առողջարար է նաև մրցածության դեմ, ինչպես նաև հանգստացնում է մկանային ցավն ու օեստրոտիտի հետ կապված ցավեր, այսպես սրտամկանային ցավերն են սրանք, սիրելի բարեկամներ, սա այն պատճառով, որ դրա արմատներն իրենց մեջ հակաբորբոքային նյութերի մի ամբողջ խցիկ են պարունակում։ Այո, եւ հատկապես նրանք, ովքեր սիրում են ձկնամթերքներ, հարգելի բարեկամներ, ասենք, որ սաղմոնը, ինչպես մյուս բոլոր յուղոտ ձկները, հարուստ է օմեգա 3-ով, այն ոչ միայն օգտակար է ընդհանուր առողջության համար, այլև հակաբորբոքային ազդեցություն է ունենում հոդերի համար ու հանգստացնում է ռևմատիկ բնույթի արթրիտի ցավերը։ Դրանցից բացի օմեգա 3-ը հանգստացնում է ստամոքսը, հատկապես երբ այն սկսվում է ցավել ստրեսի հետևանքով, իսկ եթե դուք չեք սիրում ձկներ կամ ձկնամթերք, կան հաբեր, որոնք ձկային այսպես յուղի հաբեր, այո, կարող եք օգտագործել, որպեսզի ձերբազատվեք ստամոքսի այսպես ցավերից։ Այո, խոսում եմ հիմա սուրճի սիրահարների մասին, հավատացեք, եթե ոչ, սակայն սուրճն օգնում է գլխացավին, սիրելի բարեկամներ, սուրճը եւ կաֆեինով հարուստ մյուս խմիչքները հանգստացնում են գլխացավը, նեղացնում են լայնացած արյունատար անոթները։ Այն կարող է նաեւ ուժեղացնել մյուս ցավազրկողների ազդեցությունը։
Հիմա գնանք մենք էլ անիմացիոն մուլտֆիլմեր դիտենք, քանի որ այսօր խոսում ենք մուլտֆիլմներից, մուլտֆիլմների օրն է այսօր, նաև չենք մոռանում հատկապես նրանք, ովքեր հենց նոր միացան մեզ, դիսնենք անիմացիոն մուլտֆիլմեր, որից հետո նորից կլինենք բացանակի տաղավարում։ Մենք կրկին տեղավորում ենք սիրելի հեռուստադիտող, այս անգամ խոսելու ենք մարդու առողջության, հանգստության մասին։ Եվ օրաքանակով մարդը բժիշկների խորհրդով պետք է սահմանված կարգով օրվա մեծ մասը հանգստանա։ Եվ դա կապ չունի, որ այդ մարդը ինչքան չափով օգտակար եւ կարեւոր մարդ է իր աշխատանքի վայրում, քանի որ 1-2 օր գերհոգնածությունից, հիվանդություններից հետո նա այլևս պիտանի չի լինի իր աշխատանքի վայրում, իսկ առողջությունը յուրաքանչյուրիս համար սիրելի հեռուստադիտող մեկն է։ Եվ շատ կարևոր է, որ աշխատանքից ու առհասարակ գործերից զատ մենք ունենանք կայուն առողջություն, ունենանք ամուր այսպես նյարդեր, այո։ Եղեք հանգիստ, եղեք առողջ, սիրելի բարեկամներ։ Եվ կա հանգստի երկու տեսակ հիմնականում, հարգելի բարեկամներ, пассив եւ ակտիվ, այսպես հանգիստներ, կան մարդիկ, ովքեր սիրում են գալ տուն գործից հետո նա ընտրել կամ չգիտեմ մի խոսքով եթե ավելի շուտ են գալի ճաշել, որից հետո մի քիչ հանգստանալ տանը այսպես տնային պայմաններում եւ հետո դուրս գալ զբոսնելու, վազելու կամ առհասարակ ընկերներով հավաքվելու գնալու ինչ որ ֆուտբոլ խաղալու, ավելի շատ ակտիվ անցկացնել եւ կան մարդիկ, ովքեր ավելի այսպես են պատկերացնում ծանր գան, ընտրեն կամ նույնիսկ ընտրեն, պարկեն կամ բազմոցում նստեն հեռուստացույցի դիմաց եւ հիմնականում բժիշկներն ասում են, որ սա ամենավատը, այս пассив հանգիստը ամենավատն է, որովհետեւ հիմնականում դրանցից է առաջանում ինֆարկտներ, այսպես տրոմբներ ոտքերին, պետք է ավելի շատ ակտիվ լինել եւ ոչ թե ասենք այ հոգնած եմ, չեմ կարող քայլել, այլ այդ քայլելը կարելի է պարզապես հաճելի մարդու հետ լինի հաճելի վայրում, որից դուք կլիցքաթափվեք, այսպես թարմոտ կշնչեք եւ կունենաք ավելի հանգիստ եւ այսպես առողջ եւ թարմ տեսք, քան թե պարզապես լինել տանը եւ պարկել ամբողջ օրը կամ այսպես ամբողջովին ընկղմվել բազմոցի մեջ։ Դա շատ վնասակար է, սիրելի հեռուստադիտող, այ ոչ միայն բժիշկների խորհրդատվությամբ, այլ նույնիսկ հոգեբաններն ասում են, որ հանգիստը ոչ թե պետք է լինի այսպես ամբողջ շաբաթ քրտնաջան աշխատեք, որպեսզի սպասեք մեկ կիրակի օրվան, որպեսզի դուք հանգստանաք, այլ պետք է լինի հանգիստը ամենօրյա, այսպես 50%-ից ավել ժամանակը պետք է հատկացնեք դուք հանգստի վրա եւ վերջի ամենակարևոր բանն է յուրաքանչյուրիս համար առողջությունը։ Եվ ամենակարևորը նաեւ նյարդային հանգստությունն է եւ դուք գնում եք տուն, այսպես պետք է անպայման նյարդային հանգիստ վիճակ լինի եւ դուք հաստատ լիցքաթափվում եք, հանգստանում եք եւ այսպես առավոտյան շուտ գնում եք բարձր տրամադրությամբ աշխատանքի։ Այո, եւ մի մոռացեք, որ դեռ ոչ մեկ այն աշխարհից չի եկել եւ չի ասել թե այնտեղ ինչ է կատարվում կամ ոչ մեկ երկրորդ անգամ չի ծնվել, այնպես որ կյանքը մեկ անգամ է եւ այլ ենք այն տարիները, որոնք մենք ապրում ենք եւ այնպես անենք, որպեսզի մենք էլ հաճույք ստանանք, որ այսպես ասենք արա դե լավ է լի։ Սիրիր կյանքին եւ կյանքն էլ ստում եք սիրի քեզ։ Այո, հաստատ այսպես սիրելի հեռուստադիտողներ, մենք հուսով ենք առաջարկեցինք եւ ապահովեցինք ձեր բարձր տրամադրությունը եւ կհանդիպենք ցտեսություն։